Փաշինյանը ծնկի եկավ նահատակների հիշատակի առաջ ՔՊ համագումարի ժամանակ։ Ինչ էր ուզում ասել իր քայլով։ Չեմ կարող, դժվարանում եմ, այդ երևի իրան պետք է հարցնեք, ես չեմ կարող ասեմ ինքը ինչ դա է նկատի ունել։ Ինքը դա հենց պատերազմի հաջորդ օրը, որ եկավ, ինքը պետք է այդ ժամանակ ծնկի գար, ներողություն խնդրեր ու թողներ աթոռը։ Դե ուզում եմ հիշատակը վարպահի զինվորի։ Չեմ կարծում բոլորը աթեստական են։ Չեմ կարծում։ Դերվի զղջում էր, դե 20 թվի պատերազմը, նա Սա ես չգիտեմ, իմ կարծիքով այդ պետք չէր այդ պատերազմը անել, որովհետև պատրաստ չէին այդ պատերազմի, զինված չէին, էլի։ Թուրքն զինված ա եղել, լավ պատրաստված ա եղել։ Կան անտեղի տեղը զոհ տվեցին, էլի։ Չգիտեմ, ողբալի վիճակ ա, էլի։ Կան ջայելը գնացին զոհվեցին ու Ղարաբաղն տվին տերը։ Մեր լավ զղջում ա, էլի, իր արած հիմար։ Եթե ինքը մի քիչ ողջամիտ էր, զորքը կհաներ Ղարաբաղից մինչև պատերազմը եւ այդ վնասները մենք չենք ունենա։ Հարգանքի Մեր իհարկե մենք բոլորս ենք պարտավոր մեր զոհվածների առատ ծնկի իջնելու։ Այսօր այս խաղաղ երկինքը, որ մենք ունենք, նրանց շնորհիվ է, այն մեր մատխաշ երեխեքի, որ անշահախնդիր գնացին իրանց հայրենիքի համար պայքարեցին եւ իրանց երիտասարդ կյանքը չխնայեցին։ Բոլորս պարտավոր ենք խոնարհվելու։ Թայլաթի թորնել ծնկի եկավ, չէ՞։ Հայազգի առաջ ուշացված էր։ Նա ոչ մի բան չէր ուզում ասել, նա ուզում էր ցույց տալ, յանում թե ես էլ այդ գործին խառնվող եմ, դրանց բան եմ հասկանում։ Ինչ պետք է ասեր։ Էլի շոու ինձ թվում է։ Ինքը ժամանակին կարող էր դադարեցնել պատերազմը, որ մենք այսքան զոհ չտայինք։